Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն է։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Սիրով։ Առաջիկա ընտրություններում հիմնական խոսակցությունը ընթանալու է խաղաղության շուրջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե իրենք չընտրվեն, ընդդիմությունը ընտրվի, ռևիզիայի կենթարկեն խաղաղությունը, հետևաբար կլինի պատերազմ։ Ըստ ձեզ, ինչու ընդդիմությունը խաղաղություն չի ուզում։ Որքան ես եմ հիշում, խոսքը ոչ թե պարզապես ընտրվել-չընտրվելու մասն է, այլ 2/3 ստանալու։ Եվ ես ավելի շատ դա կապում եմ նրա հետ, որ եթե այսպես առնվազն ժողովրդավարական ուժերը, որոնք կարող են կազմել նաև կոալիցիա խորհրդարանում, չստանան վճռական մեծամասնություն եւ դա հիմք կարող է հանդիսանալ պրոռուսական ընդդիմության համար, որը քրեա օլիգարխիայի մնացուկներն են եւ գործողված օլիգարխը, Ռուսաստանից գործողված օլիգարխը, նրանք կարող է ստանան հնարավորություն ինչ-ինչ խեղճդժություններ կազմակերպել Հայաստանում, որը կարող է արտաքին միջամտության հիմք դառնալ։ Պատահական չեմ համարում, որ այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ որ Ռուսաստանում շրջանառության մեջ դրվեց մի օրենք, որով Ռուսաստանի նախագահին իրավունք էր տրվում զորք մտցնել ցանկացած երկիր, որտեղ ինքը կհամարի, որ խախտվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները կամ ինչ-որ անվտանգությանը սպառնում է ինչ-որ բան Ռուսաստանի քաղաքացիներին։ Դա պատահական չեմ համարում, դա ուղերձ էր Հայաստանին, նաև սարսափեցնելու հայ ժողովրդին, որովհետև այնպես չի, որ իրենք կարիք ունեն այդ օրենքի նման գործողություն անելու համար։ Ուկրաինայում պատերազմ սկսելու համար ինքը ոչ մի օրենք չընդունեց։ Այսինքն որոշեց, որ պետք է պատերազմ սկսի, եւ պատերազմ սկսեց, անունը դրեց հատուկ օպերացիա եւ սկսեց։ Եվ արդեն 100,000-ավոր զոհեր ունի եւ միլիոնավոր վիրավորներ, հսկայական վնաս է կրել Ռուսաստանը նաեւ, ոչ միայն Ուկրաինան, Ռուսաստանը։ Եվ դրանից հետո ինքը չեմ կարծում, որ հանդգնի որևէ տեղ ռազմական գործողությունների դիմելու։ Մանավանդ մենք տեսանք նաև, որ ինքը ավելի այսպես ծանրակշիռ առիթներ ուներ նման բան անելու նույն Ադրբեջանում, որտեղ իր քաղաքացիներին տեսանք ինչ արեցին, եւ որը նաև լրջորեն հարվածել է Ռուսաստանի շահերին տարածաշրջանում, բայց ամեն դեպքում ինչքան էլ Ռուսաստանում վայրահաչ եղավ, որ հեսա հարձակվելու ենք եւ այլն, ոչ մի բան չարեցին։ Որտեղ Ռուսաստանը այսօր ի վիճակի չի ոչ քաղաքական, մասամբ նաեւ ռազմական իմաստով, բայց հատկապես քաղաքական այդ պաշարը չունի հարձակվելու նոր երկրի վրա, նոր պատերազմ սկսելու, բայց նման ուղերձ ուղղելու եւ սարսափեցնելու հնարավորություն ունի։ Բայց ամեն դեպքում, եթե պրոռուսական ուժերը, որոնք որ ըստ էության կամ այնտեղ ռուսական գործակալներ են, կամ Ռուսաստանին ուղղակի սպասարկող անձինք են, կամ Ռուսաստանի քաղաքացիներ նաև, եթե իրենք ստանան դյուզնինչ հնարավորություն հետ ընտրական գործընթացներ ծավալելու Հայաստանում եւ ոտքի տեղ տալու ճնշումների Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ, նույնիսկ եթե դա ինչ-որ ռազմական գործողություններ չլինի, այլ ասենք տնտեսական ինչ-որ սանկցիաներ փորձի կիրառել Ռուսաստանի եւ այլն, դա իհարկե կարող է որոշակի ապակայունացում մտցնել Հայաստանում եւ ես կարծում եմ, որ դա նկատի ունի իշխանությունը, երբ որ ասում է, որ հնարավոր է նման պատերազմ։ Եվ ես կարծում եմ, որ իրականում այս ռուսական ուժերին պետք է իսպառ դուրս շպրտել քաղաքական դաշտից, այս ընտրությունները եւ քաղաքացիները դա պետք է անեն։ Իրենք ունեն ընտրելու հնարավորություն։ Իրենք եթե չեն ուզում ընտրեն Փաշինյանին եւ իշխանություններին, կարող են ընտրեն ցանկացած այլ ժողովրդավարական ուժի։ Կան այդ ժողովրդավարական ուժերը, որոնք եւս Եվրամիության հետ Եվրամիության անդամակցելու կողմնակիցներ են եւ տեսնում են Ռուսաստանից եկող վտանգները։ Թող գնան այդ ուժերից ցանկացած մեկին ընտրեն, բայց ոչ երբեք ինչ որ տասովշիկների միջնորդությամբ, որոնց հիմա ակտիվ հավաքագրում են տարատեսակ կալուգաներ եւ նախկին քրեա օլիգարխիկ այդ ռոբակոչարյանականներ, նախկին այդ հանրապետականի օրոք գիտեք ինչ տասովշիկներ են աշխատում թաղերում, հա,
Հիմա այդ նույն տասովշիկներին վարձել են եւ հիմա դրանց միջոցով փորձում են ասես դռնեդուր ձայներ կորզել քաղաքացիների, հատկապես այն քաղաքացիների, որոնք այդքան ակտիվ չեն, որոնք մատների արանքով են նայում այս ընտրություններին եւ ինչ որ մեկի խնդրանքով, հորդորով կամ նույնիսկ գուցե կաշառքով, իսկ կաշառքներն էլ արդեն գործում են, մենք տեսնում ենք ինչ պլաններ ունեն հազարավոր քաղաքացիների, Հայաստանի քաղաքացիներ ուղարկել Ռուսաստանից այստեղ ամեն մեկի ձեռքը $1000 տալով։ Ուրեմն այդպիսի բաներով, եթե պատրաստ են զոհաբերել մեր պետականությունը եւ նաեւ խաղաղությունը զոհաբերել, դա կլինի նույնը, ինչ որ ժամանակին հիշում եք եւ մենք զուշացնում ենք, երբ որ հանրապետական էին գնում ընտրում կաշառքով, մենք ասում ենք, որ դուք ընտրում եք արհավիրք Հայաստանի համար, որտեվ հարված է դա Հայաստանի ինքնիշխանությունը, երբ որ բռնազավթված է մի խումբ կրիմինալիտետի կողմից իշխանությունը, որը սպասարկում է ռուսական շահեր, դա մեր գլխին է վերջը ջարդվելու, այդպես էլ եղավ։ Եվ շատերը ցավոք սրտի, ցավով եմ դա ասում, բայց նաև այդ կաշառք վերցնողներից շատերի զավակները նաև զոհվեցին այդ պատերազմում 44 օրյա, որ առանց այդպիսի իրենց պահվածքի չէր լինելու։ Դա պետք է հասկանան, այդ պատճառահետևանքային կապերը պետք է հասկանան, չի կարելի անկախություն զոհաբերել եւ տալ ռուսական խամաճիկներին իշխանություն ոչ 5000, ոչ 10000, ոչ 100000, ոչ 200000 դրամի դիմաց։ Ինչը որ ստանում են հիմա իրենց տասովշիկներ ամսական աշխատավարձ։ Անունը դնում են շտաբի պետեր, բայց տասովշիկներն են նույն։ Ոչ էլ $1000 դիմաց նույնիսկ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմությունը փորձում է երկիրը վասալական պետություն դարձնել։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Ինչ պետություն։ Վասալական պետություն։ Դե գուբերնիա էլի, հա, դրա մասին խոսել ենք մենք։ Այսինքն իրենք ընդհանրեն լինեն Ռուսաստան հեգեմոնի ներկայացուցիչ այստեղ գուբերնատոր։ Այսինքն Ռուսաստանը Հայաստանի հաշվին ինչ ուզի, շարունակի մանրադրամի տեղ հանձնել Ադրբեջանն էլ, Թուրքիային էլ, ում ասես, որտեվ կարող է։ Օրինակ կարող է Ռուսաստանը Ադրբեջանից ինչ-որ բան փոկել, ինչ-որ մեկին տալ իր շահերի համար, չի կարող։ Որտեվ Ադրբեջանը անկախ պետություն է, անկախ նրանից որ ավտորիտար է, դիկտատոր է այնտեղ, ռազմական հանցագործ է նստած այնտեղ ղեկավար, բայց կապ չունի։ Անկախ պետություն է, Ռուսաստանին չի ենթարկվում եւ թույլ չի տալիս իր շահերը մանրադրամի տեղ օգտագործել։ Մենք հիմա դարձել ենք այդպիսին շատ ծանր գնով, բայց դարձանք։ Հիմա նորից դա էլ այդ ձեռքբերումն էլ ուզում են հանձնել Ռուսաստանին այս իրենց խամաճիկները, որոնք գործուղված են, այդ կալուգան գործուղված է այստեղ, որտեղ ինքը ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ։ Նույն կերպ ոնց որ են ադրբեջանցի բիզնեսմեններին ունե զրկեցին, մի մասն է սպանեցին, մի մասն է բանտարկեցին, սպառնացել են իրեն, ասել են նույնը չանես, դու նրանց օրն ես ընկնելու։ Նայես որ կգնաս խելոք Հայաստանը կփաթեթավորես, կբերես կհանձնես մեզ։ Հիմա եկել է այդ հանձնարարությունը կատարելու այդ մարդը։ Հիմա այդ տասովշիկները եթե այդքան խելք չունեն, որ հասկանան դա, ուրեմն պետք է գոնե հասարակությունը ժողովուրդը մերժի այդ տասովշիկներին էլ իրենց կալուգաներին էլ։ Էլ չեմ խոսում այն նախկին քրեա օլիգարխիայի մնացուկները, որ ասֆալտից սկսած երկաթգծերից վերջացած ուտում էին ուղակի։ Մորեխի նման։ Պարոն Խուրշուդյան, շատ է խոսվում նաև ընտրություններից առաջ հիբրիդային պատերազմի մասին։ Այդպիսի հետևանքներ տեսնում եք դուք։ Դե հիբրիդային պատերազմը սկսվել է արդեն, չեք տեսնում, ամեն քայլափոխի մի սուտ, մի ապատեղեկատվություն, կաչկա հարյուրավոր մզկիթներ էին կառուցում, հետո պարզվում է 300,000 ադրբեջանցիներ էին բերում, հետո չգիտեմ, այս հանձնին, Սյունիքը հանձնին, Վայքը հանձնին, այս հանձնին է հանձնին, բացեց էդ էլ է սուտ, Մեղրին հանձնում են, հարկայինը փակում են, ուրեմն Մեղրին հանձնում են, բացվեց էդ էլ է սուտ, բայց այդ ամեն անգամ, գիտեք, կաթացնում են, այս վերջերս էլ անընդհատ այդ ապատեղեկատվությունները մենք տեսնում ենք, հազիվ հասցնում ենք դիմագրավել, բայց դե գիտեք, սկսած ունեցվածքներից, պարզվում է Նիկոլ Փաշինյան դղյակներ եւ այլն, ստիպված դնում են մի վիճակում մարդկանց, որ ստիպված ենք լինում ակամայից պաշտպանել վարչապետին, բայց իրականում երբ որ սուտ է տարածվում, ինչ որ նպատակով է, չէ՞, դա տարածվում, ուրեմն պետք է դրան հակադարձել։ Եվ պարզվում է, որ ինչ որ ֆեյք լրատվամիջոց են բուծել Փարիզում, մեկն էլ Կանադայում, մի քանի օրում գրանցել են, անունը դնում, օ, ֆրանսիական լրատվամիջոցը հայտնում է, ու թափով Ռուսաստանը դա ռուսական Telegram կանալներ տարածում են, սրանք էլ հողում են անում ֆրանսիական, ռուսական Telegram-ները տարածում են։ Կամ այդ բարեգործությունները իրանց, ասենք, թուլափայ բառի բուն իմաստով իրանց հասանելիքը, իրենց հասանելիք թուլափայն է, դա որ փորձում են հրամցնել Արցախից փախստականներին, որ ինչ որ
ընտրություններից առաջ շատ լավ է, որ Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի հետ այսպես կոչված բարեգործություններից, որտեղ կառավարությունը այնքան ինչքան անում է Արցախի մեր հայրենակիցների համար, Ռուսաստանը, որ մեղսակից է բռնագաղթեցման համար մեր Արցախի հայրենակիցների, հիմա եկել է ուզում է այսպես սիրտ շահել, հա, որ էլի տանեն կալուգային ձայն տան նրանք, ովքեր որ քաղաքացի են Հայաստանի Հանրապետության։ Ձեր կարծիքով ընդդիմության պայքարը գաղափարական է, թե անձերի միջև պայքար է։ Նայած ընդդիմություն ասելով ինչ եք հասկանում։ Ընդդիմություն ես Ըստ ձեզ ո՞րն է ընդդիմությունը։ Քաղաքական ընդդիմությունը, որը քաղաքական քննարկման կարիք ունի եւ քննարկման մեջ է եւ իրենք էլ քաղաքական մարդիկ են։ Դա ժողովրդավարական ընդդիմությունն է, որը որ կա խորհրդանից դուրս, որը կողմնակից է Հայաստանի եվրոինտեգրման եւ շատ չափորոշիչներ կա, որով կարելի է ասել, որ դա սա քաղաքական մարդիկ են։ Բայց այն մարդիկ, ովքեր որ թալանի գործերով են անցնում, 100 միլիոնավոր բռնագանձման ենթակա գումարներ ունեն պետության կողմից պահանջված, մորեխի պես թալանել են այս պետությունը, էլի եմ ասում, իրանք ինչ ընդդիմություն, ինչ քաղաքական դերակատարներ։ Իրանք մեկը իրանք շուրջ հավաքված այդ տասովշիկները, ավելի բարձր կլասիկան թաղային տասովշիկներ, կան մի քիչ ավելի բարձր մակարդակի, որ իրենց падգամավորի մանդատ կարող է տան։ Նրանք էլ են ինչ տարբերություն ունի, տասովշիկներն են, որոնք աշխատում են, սպասարկում են իրենց տերերին, այդ մի քանի թալանչիներին գլխավոր։ Նրանք ասենք ինչ ընդդիմություն։ Ըստ ձեզ հիմա ընդդիմությունը պայքարում է իշխանափոխության համար, թե ոչ։ Իհարկե, ցանկացած քաղաքական ուժ պայքարում է, որ ինքը լինի իշխանություն։ Հիմա ով ինչ հնարավորություններ ունի, դժվար է ասել, բայց ամենայն դեպս նույնիսկ եթե ասենք մի քանի ժողովրդավարական ուժեր մտնում են խորհրդարան, դա կարող է բերել նրան, որ գործող իշխանությունը ստիպված լինի այդ ուժերի հետ կոալիցիա կազմել եւ կկազմեն եւ իրենք էլ դեմ չեն լինի կարծում եմ, որտեվ ըստ էության արտաքին քաղաքական հարցերում համընկնում է իրենց մոտեցումները, իսկ ներքաղաքական այս կադրային աղետալի քաղաքականությունը, որը վարում է գործող ուրեմն իշխանությունը, դա փոփոխման կենթարկվի վերջապես։ Շատ է խոսվում ընդդիմության միավորման մասին, տեսնում եք նման հեռանկար, թե ոչ։ Պարզ չի դեռ, քննարկումներ գնում են, ինչ որ մի հատված վստահաբար կմիավորվի, ես էլի ընդդիմություն ասելու նկատի ունեմ քաղաքական ուժերին, այլ ոչ թե նրանք, ովքեր որ Գյումրի երկուս են ուզում անեն, հա, որ ըստ այնտեղ ճամարտակում են, թե իրար ձայն չեն տա երբեք, բայց հենց մտնում են Ավագանի Գյումրի, միանգամից պարզվում է, որ Մարտուն Գրիգորյան տալիս է իր ձայները իր ողերին թշնամուն։ Ինչի, որտեղ ինքը անկախ չի, էլի նույն կերպ ոնց որ սրանք անկախ չեն։ Մի հատ Մոսկվայից հրահանգ են տալիս, ամենավոխերին թշնամու ձեռքն է կգնա պաչիկ կանի մի քանի անգամ։ Այդ նույնը սրանք անելու են պարլամենտականի ժամանակ, որտեղ անկախ չեն։ Պատահական չէ, Գյումրու ավագանում բերել են ռազմաբազային ներկայացուցիչները իրենց այդ բանը Փարքի Ռոպեն կիսում էին Ռուսաստանի ռազմաբազային ներկայացուցիչների հետ։ Պատահական չի, որտեղ իրենք ուզեցան ցույց տան ով է իրենց տերերը, եկել են կոնտրոլ անելու հենց տեղում, ոնց են իրանք ձևավորում Գյումրու ավականին կամ խորհուրդը։ Իսկ հիմա ինչու ընդդիմությունը չի միավորվում։ Թե սպասվում է հետընտրական։ Դե չէ, դեռ ժամանակ կա եւ ես անդադ չեմ դադարում հորդորել, որ միավորվեն, որ ավելի մեծ շանսեր ստանան, նաեւ այն ուժերը, որոնք որ առանց միավորելու չեն կարող պարլամենտ անցնել, իրենց վրա գնացած ձայները չփոշիանան, քվեները չփոշիանան, հա։ Դա շատ կարևոր է, բայց տեսնենք, ես չգիտեմ, հիմա կան ուժեր, որոնք վստահ են, որ առանց միավորվելու էլ կարող են անցնել, դե թող իրենց ճանապարհով գնան, իսկ մնացածը ովքեր որ գիտեն, որ այտենց ռիսկ ունեն չանցնելու, պետք է միավորվեն, որ գոնե այդ կոնսոլիդացիայի շնորհիվ մենք ունենանք մի քանի ժողովրդավարական ուժեր պարլամենտում եւ պարլամենտում էլ վերջապես լինի ընդդիմափոխություն, այո, այդ խայտարակություն, այնտեղ ընդդիմություն չկա, այնտեղ քրեա օլիգարխիա, որին պետք է փոխարինել քաղաքական ընդդիմությամբ։ Ընդդիմադիր դաշտում առանցքային դեր ունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը։ Ըստ ձեզ դա ընդդիմությանը ուժեղացնում է, թե ընդհակառակը։ Ես արդեն ասացի, իրանք կապ չունեն ընդդիմության հետ։ Հա, քրեա օլիգարխիայի մնացուկներ են, որոնք պետք է վաղուց ունեզրկել, իրենց թալանածը ձեռքից խլեն, որ այդքան մամուլներ որ պահում են, իսկ այսօր իրենց ձեռքում ավելի շատ մամուլ կա, քան մնացած բոլորի ձեռքում, որ այդ փողը չունենային այդ մամուլին պահելու, որ հետո այդ մամուլը ներկայացնող չակերտավոր լրագրողները մամուլի ասուլիսների ժամանակ կամ ասենք ճեպազրույցների ժամանակ հելում են քաղաքական հայտարարություններ են անում կամ ասենք վարչապետին ասում են ես քեզ զզվում եմ պատկերացնում եք ինչ են դարձրել իրենք մեդիա դաշտը իրենց այդ խամաճիկներով իրենց այդ փողերով ինչ կհանձնարեն նա կհելնեն այդ չակերտավոր լրագրողները ապականելով նաև այն մնացած իրոք նորմալ լրագրողների բարի համբավը կարող են այդպես իրենց պահվածքը իրենց դրսևորել
Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը իրական ռեսուրս ունի իշխանություն վերադառնալու համար։ Ոչ։ Եթե այդ բոլոր կալուգաներով եւ տասովշիկներով եւ Ռուսաստանի ազդեցություններով չհամախմբվեն եւ մեր հասարակության մի զգալի մասին չխաբեն, որ վաղը հետընտրական ինչ-որ խժդժություններ կազմակերպեն, ապակայունացնեն եւ այստեղ ռուսական սապոկ հրավիրեն, նոր արյունահեղություններ հրավիրեն, ուրիշ տարբերակ իրենք չունեն։ Իսկ այդ տարբերակը, եթե հանգար ստացվի, այն հասարակության այն հատվածի պատասխանատվությունը կլինի, որոնք որ sense անհեռատեսորեն կարող է գնան ու ձայն տան այդ ուժերին։ Նույնիսկ եթե դրանք փոքրամասնություն կազմեն։ Իսկ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը այսօր որքանով է ազդեցիկ, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն չի շտապում դեռ հայտնել ընտրություններին իր մասնակցության մասին, ըստ ձեզ ինչին են սպասում։ ՀՀԿ-ն մասնակցի որ ինչ անի, էլի իր 2% շալակի այս անգամ բացառվում է, որ օրենքի ուժով երրորդ ընդդիմադիր ուժ որպես երրորդ քաղաքական ուժ պարլամենտ խցկվի։ Ոնց որ 21 թվին եղավ, ուղղակի որովհետև երկուսից բացի էլ ոչ մեկ չէր հավաքել անհրաժեշտ շեմերը եւ հաջորդ ամենաշատ հավաքած ձայնը ՀՀԿ-ն եղավ եւ մտավ։ Այս անգամ այդպիսի բան չի լինելու։ Եվ դրա համար իրենք իրենց փոխարեն գործուղում են Թաթոյանին, որ ավելի այսպես բան է, ավելի քաղաքական դեմք ունի, հա, գոնե մասամբ է եղել քրեագոլ օլիգարխիայի մնացուկ, այն իմաստով քրեագոլ օլիգարխիայի անդամ, այդ իմաստով դժվար է իրան անվանել մնացուկ, որտեղ ինքը եղել է այն ժամանակ փոխնախարար արդարադատության, իդեպ այն ժամանակ, երբ որ սահմանադրությունը կեղծում էր Սերժ Սարգսյանը, հա, դա 15 թվի սահմանադրությունը, բայց հետո էլ դարձավ մարդու իրավունքների պաշտպան, էլի իրենց նշանակած, կապ չունի։ Ասենք ինքը փորձում է նաև ինչ որ ուժերի իր շուրջ համախմբել, որոնք որ շատ թե քիչ նորմալ ուժեր են, երբեք կապ չեն ունեցել քրեա օլիգարխիայի հետ եւ իմ համար զարմանալի է ինչ գործ ունեն ընդհանրապես Թաթոյանի հետ միավորվելու, բայց այն որ Սերժ Սարգսյանի ենթակա ուժերը պարզ է, այդքան գումար որտեղից իրեն միպ աշխատելու տարիներին է այդ կուտակել։ Սերժ Սարգսյանը օրերս նույնիսկ հայտարարել էր, որ իրենք ընդդիմությունը չեն պարակտելու։ Ըստ ձեզ դա այդպես է, եթե մասնակցեն։ Քանի որ հիմա շատ է խոսվում, որ ընդդիմությունը պարակտված է Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններն էլ կարծես լավ չեն։ Ընդհանրապես կմասնակցեն, իրենք չեն մասնակցել։ Նախ արդեն ուշ է։ Բոլոր տասովշիկներին մեջ են արել։ Ասենք գիտենք էլի թաղերում ճանաչում ենք, ով համար արդեն գրանցվել է, որ պետք է գնա աշխատի։ Եվ այդտեղ Սերժ Սարգսյան չկա։ Այդտեղ կա Թաթոյան, այդտեղ կա Գագիկ Ծառուկյան, այդտեղ կա Ռոբերտ Քոչարյան, այդտեղ կա Կալուգա, որ փող է որ ցպնում է։ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել է, որ ազգային ժողով անցնելուց հետո չի պատրաստվում Քոչարյանին քվեարկել, այլ իրենց տեխնացուն է լինելու վարչապետը։ Ինչու են Քոչարյանից խուսափում Սամվել Կարապետյանը։ Նույն բանը ավական ընտրություններում Գյումրիում ասում էր Մարտունիկը Գրիգորյան։ Ինչ էր ասում։ Համարյա թշնամիներ են, չէ՞։ Արյան հարց կար նույնիսկ իրանց միջև, իրենց ընտանիքների միջև, իրենց կլանների միջև, Վարդանիկի եւ Մարտունիկի։ Եվ ինչ այդքան ասեց, ինչ որ մարդիկ հավատացին, որոնք տանել չէին կարողանում Վարդանիկին եւ կյանքում նրան ձայն չէին տա եւ եթե իմանային, որ Մարտունիկը նրան ձայն է տալու, չէին ընտրի նաեւ Մարտուն Գրիգորյանին, գնացին ընտրեցին, խաբվեցին, չէ։ Հիմա այդ մարդկանց իրավունքները խաբված շահերը ով է պաշտպանում, ով է հիշում ընդհանրապես այդ մարդկանց, չէ։ Այսօր մեծ խաբեն, վաղ Ռուսաստանից կհրահանգեն, սիրուն կգնան Քոչարյանին կտան, ինչ մի խնդիր է այդտեղ։ Իսկ Ռուսաստանը գիտեք բիզնես պրոյեկտ է անում նաև։ Գիտեք Հայաստանը բավականին թանկանոց ակտիվ է, շատ թանկարժեք ակտիվ է, միլիարդավոր դոլարներ արժեցող ակտիվ է, որը կարելի է հետո վաճառել թուրքերին էլ, ադրբեջանցիներին էլ, կտորներ թեկուզ, ինչ որ շահեր։ Եթե կարելի է ընդամենը 100-200 միլիոն ներդնել եւ հետո միլիարդների քամել մեր երկրից, ոնց որ միջև այդ քամել են, ինչու՞ չներդնեն տարբեր խամաճիկների միջոցով։ Հələ ես զարմանում եմ, որ նույնիսկ իրենց միջոցներ չեն հատկացնում, այլ դրել են մեր հայերի վզին էլի, հայ բիզնեսմենների Ռուսաստանում։ Մեկն էլ հենց նույն Կալուգայի Սամվելի վզին։ Պարտավորությունը գան Հայաստանը փաթեթավորած իրենց հանձնելու։ Երբ խոսում եք Ռուսաստանի դերի մասին ընտրություններին ընդառաջ, այ ինչպես կարող է Սամվել Կարապետյանը անկախ դեր ունենալ ընտրություններում, եթե կապված է Ռուսաստանի հետ, հաշվի առնելով, որ իր կապիտալը դրսում է, ունեցվածքը դրսում է, ինչպես կարող է այստեղ անկախ լինել։ Չի կարող, իհարկե։ Դրա մասին ենք հենց ասում, որ ինքը անկախ չի։ Ամեն քայլափոխին հրահանգավորվում է եւ վերջի պահին էլ հրահանգավորվելու է, անկախ նրանից թե հիմա ինչ է ասում, թե ում են տալու իրենց ձայնը։
Բայց լավ է ընդունում եմ, որ չեն կարող Սամվել Կարապետյանին նշանակեն, հիմա էլ արդեն ասում են մենք մեր մարդուն ենք նշանակելու։ Բա ասում եք, համանդրություն ենք փոխելու եւ այլն պետք է նշանակենք, որտեղ գիտե որ անհնար է, որտեղ անմիջապես պետք է իրենք հենց առաջին նիստում parlamenti պիտի վարչապետ ընտրեն։ Իրենց առաջի համարը Նարեկ Կարապետյանին է նշանակել, բայց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Դե ոնց կարող է այդպեսի բաներ եմ ասում էլի, որ անհնար է։ Եվ ոչ մի Ռուսաստան երբեք չի Նարեկ Կարապետյան այստեղ ընդունելու որպես վարչապետ։ Իրենք իրենց մարդուն ավելի ճանաչված, վստահելի իրենց հետ կապված ունեն։ Չնայած չի որ Նարեկ Կարապետյան չի ենթարկվի իրենց հրահանգներին, բայց ամեն դեպքում նաև փորձառության հարց կա, հազար ու մի հարցեր կա, չէ՞։ Կապեր կա, Ռոբերտ Քոչյանի թողած պետք է Նարեկ Կարապետյան հանձնարարեն ընտրեն, չէ՞, բոլորին միանգամից շարքով կկայունացնեն եւ կասեն կգնաք խելոք կընտրեք։ Այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը միավորվի, ով կլինի ընդդիմության առանցքը, իրենց լեզվով ասած առաջնորդը։ Ես էլ եմ ասում, եթե ընդդիմություն ասելով նկատի ունեք այդ ռուսամետ ուժերին, ես նրանց ընդդիմություն չեմ համարում։ Քրեական տարերը, եթե միավորվեն, իրենց առանցքը լինելու է Ռոբերտ Քոչյանը, այն իմաստով, որ իրենց տեխնացուն վարչապետի Ռոբերտ Քոչյանն է։ Ես ընդդիմություն ասելով ժողովրդավարական ուժերին նկատի ունեմ, իսկ այնտեղ կան մարդիկ, ովքեր որ առավել մեծ շանսեր ունեն պարլամենտ անցնելու եւ անձինք եւ ցավոք սրտի մեր ժողովուրդը անձերով է ընտրում, հա, ըստ իս ովքեր շանսեր ունեն։ Դե ես հիմա անուններ չեմ ուզում տամ, մանավանդ որ հույս ունեմ, որ այդ միավորումը դեռ տեղի կունենա, որ որևէ մեկին չառանձնացնեմ, հա, այն մյուսներից։ Բայց ամեն դեպքում ճիշտ կլինի եւ իրենք էլ պետք է որ հասկանան, որ հնարավոր չի լինելու մեծ արդյունքի հասնել, այստեղ նույնիսկ պարլամենտ միայն անցնելու մասին չի լավ, ասենք թե ուժերից մեկը անցավ 4% հաղթահարեց, 4 մանդատ ստացավ, հա, կամ 5 լավագույն դեպքում, եթե ինչ որ փոշիացած ձայներ բաշխվեցին։ Դրանով հարց է լուծվում։ Եթե միավորում լինի, դրա կրկնակին եռակին կարողանա ընդդիմությունը այս դեպքում, այն հենց բառից բուն իմաստով ընդդիմությունը ստանալ։ Եվ դա է լինելու արդյունքը, դա է լինելու երկրի համար կարևոր, դա է պահանջում պետական շահ։ Հասկացանք, կուսակցաշինությունը կարևոր է եւ այլն, ամենայն հարգանքով բոլոր այդ ուժերի հանդեպ, բայց մի քիչ պետքա իրենք հասկանան, որ այսօր իրոք օրհասական պահ է, որտեղ Ռուսաստանը, այո, վճռորոշ որոշում ունի փոխելու իշխանություն եւ ամեն ինչ անելու է դա այստեղ անելու նրան հասնելու։ Ուրիշ հարց է, որ այդքան ռեսուրս բարեբախտաբար չունի, ինչ որ 21 թվականին ուներ։ Ուրիշ հարց է, որ ներքաշված է Ուկրաինայում պատերազմը եւ այսօր Ուկրաինան եւ ուկրաինացիները նաեւ Հայաստանի անկախության համար են նաեւ պատերազմում, բայց մենք պետք է կարողանանք գոնե դրանից օգտվել եւ մենք մեր անկախությունը մեր պայքարը տանենք, պաշտպանենք, թույլ չտանք ինչ որ խամաճիկներ եկել են այստեղ գաստրոլյորներ հանձնեն Ռուսաստանին մեր ինքնիշխանությունը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խուրշուդյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։